Listen here, this ain't no house party. Take me in your arms tonight. Shit. Երբեք չէի մտածի, որ այդքան Օսկարի կնոմինացվենք, անգամ այդ գաղափարով չէինք մոտիվացնում միմյանց։ Պարզապես քրտնաջան աշխատում էինք, իրար խրախուսում, հոգ էինք տանում, որ լավ ֆիլմ ստեղծենք։ Ինձ համար փաստը, որ յուրաքանչյուր անվանակարգում ֆիլմը ճանաչում ունի, գեղեցիկ վկայությունն է թիմային աշխատանքի։ And our director, writer and producer of Sinners, Ryan Coogler. Ես վստահ չէի, թե որքան հուզիչ կարող էր լինել վամպիրների մասին պատմությունը, բայց նա ինձ ուղարկեց սցենարը, չէի կարողանում հավատալ, որքան լավ էր այն գրված։ Ընդամենը մի քանի $100 ծախսեցի ֆիլմի վրա։ Ես եւ ռեժիսորն էի, եւ սցենարիստը, նույնիսկ վատ դիմահարդարում էի անում, եւ ֆիլմն ամբողջությամբ հայերեն էր։ Երբ ընդունվեցի Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, ամաչում էի ֆիլմը ցույց տալ մյուսներին, քանի որ ես միակ հայ ուսանողն էի։ Ի վերջո ցույց տվեցի Ռայանին, քանի որ նա խնդրեց։ Գիտեք, ես նյարդայնացած էի, Ռայանը սևամորթ ամերիկացի է։ Վստահ չէի կհասկանա ֆիլմը թե չէ, բայց նա ոչ միայն դիտում էր, այլև վայելում։ Դա ինձ համար դաս էր, որ պետք է կիսվես քո մշակույթով որքան հնարավոր է։ Ինձ համար կապը Ռայանի հետ հատկապես նշանակալից է, քանի որ նա կողքիս էր հենց սկզբից։ From the very beginning. Best Picture, Sinners. Մենք սիրում ենք պատմել այնպիսի պատմություններ, ինչպիսին է մեղսավորները, որոնք վերաբերում են որոշակի մշակույթների, եւ մենք ունենք նախագծեր, որոնք հայերի մասին են։ Ռայանը ու իր կինը Զինզին խրախուսում են ինձ գնալ եւ նկարահանել այդ ֆիլմերը։ Հուսով եմ մեղսավորները ֆիլմի հաջողությունը կօգնի դրանց նկարահանումն ավելի հեշտ դարձնել։ Our cast, our crew, agents, and reps. We created a very special community and family making this. And of course, Ryan Coogler, who wrote an incredible movie about music. And the Oscar goes to The Silence of the Lambs. Josh Safdie, Best Picture. Zinzi Coogler, Best Picture, Sinners. Congratulations to all on your well-deserved nomination. We can't wait to see you at the 98th Oscars on Sunday, March 15th.